Ծանոթացիր, Դավիթ Բալյան, Վահան Բալյանի տղան է։ Իմ կասկածները մի կողմ կդնեի, եթե մայրս ով աշխարհի ամենաբարի մարդն է չասեր, որ քեզ չի վստահում։ Ես ուզում եմ, որ սկզբնական շրջանում իմ ներկայությամբ խնամ իմ օրդ։ Պիտի համոզվենք, որ վստահելի է։ Ավելի լավ չի ձեր կողքին մարդ լինի այն բոլոր պահերին, երբ ինքնուրույն չկարողանաք պաշտպանվել։ Պաշտպանվել? Ումից։ Ես ունեմ ինֆորմացիա, որ դուք չեք հեռացել, այլ փախել եք Գլենդելից։ Ովքեր են։ Ուղղակի այնքան փաստաբանական գրասենյակի հասցեն։ Ես ուզում եմ իմանալ արդյոք հնարավոր է օգնել մի կնոջ, ով բարբերաբար բռնության է ենթարկվում ու դրա մասին լռում է։ Նոր գործ է։ Հա, բռնություն ընտանիքում։ Այն քեզ չի վախեցնում, պարզապես կանգնում է կողքիդ, լուռ, ու մտածում ես, որ դա խելամտությունն է, չի սպառնում, չի զգուշացնում, առաջարկում է նստել ու սպասել, որովհետև դեռ շուտ է։ Ամենավտանգավորը այն քեզ չի ցավեցնում, ու եթե չի ցավում, չես էլ զգում։ Շատ ուշ ես հասկանում, որ ծանոթության ժամանակ վտանգը գայթակղիչ է լինում, հետաքրքիր ու գրավող, հետո գնալով մեծանում է այնպես, ինչպես որ ստվերդ, երբ մոտենում ես պատին, այնքան ես մոտենում, որ ստվերն ավելի մեծ է, քան դու, ու միայն ետ գնալու դեպքում է ավելի փոքր դառնալու, իսկ դու որոշել ես, որ վերադարձ չկա։ Եթե չես պատասխանելու գնամ, որովհետև ուշ է։ Դեպս սպասի։ Ինչի համար էր այդ երկար նախաբանը։ Նրա համար, որ հարցեր չտայր, բայց չստացվեց։ Ես քեզ պարզ հարց էի տվել։ Եթե խնդիր ունես, կարող եմ օգնել։ Իմ խնդիրը չի։ Ու չեմ կարծում, որ ուրիշի տան գաղտնիքը պետքա բարձրաձայնել, որովհետև ի վերջո չգիտես վերջում քեզ շնորհակալություն են ասելու, թե մեղադրելու են։ Եթե եկել ես ասել ես այստեղ, Էմոցիաների տակ է։ հետո ինձ տեսար Դու ընդհանրապես կապ չունես։ Ես շտապում եմ։ Հաջողություն։ Շատ երկար ես մտածում։ Դե որովհետև ուզում եմ հասկանամ մեզ ով պետքա փնտրեր։ Կարող է մեր ծանոթներից։ Բայց մենք ոչ մեկին չենք ասել, որ մենք տեղափոխվում ենք։ Ուզում ես ասես, ոչ մի բան չի եղել։ Չէ։ Համել ինչ ենք այսքան երկար ես նույն թեմայից խոսում։ Արի ուտենք, հա ես սոված եմ։
Դե իրականում վատ տուն չի։ Ճիշտ է, ոչ մեկին այնտեղ չենք ճանաչում, բայց մենք հարևանների հետ երբեք էլ չենք շփվել։ Okay, գորել ոչ մի բան չեմ պատմի քեզ։ Հա, ո՞նց ես ուրես։ Մենակ իմանաս ինչ ա եղել։ Այսօր գնում եմ քո այն ասած փաստաբանի մոտ։ Դուռը բացում եմ ու ով։ Դավիթը։ Հա։ Վալյան Դավիթը, Սոֆա։ Հետո ինձ հարցնում է ինչ թեմայով եմ եկել, օգնության կարիք ունեմ, թե չէ։ Մոտս տպավորությունա, որ այդ ընտանիքը ամեն ուր է։ Չեմ ուշանա։ Ինչ։ Բելգորի հետ եմ հիմա։ Մի քիչ հետո կգամ, լավ։ Հասկացա, դե կսպասեմ։ Դուրս գանք։ Շատ տարօրինակ էիր խոսում։ Չէր թողում շարունակեր, խոսքը կտրում էիր։ Գոր ուզում եմ հասկանամ ինչի ես սենց կասկածամիտ դարձել։ Որովհետև ուզում եմ վստահ լինեմ, որ ամեն ինչ լավ է։ Գոր ամեն ինչ շատ լավ է։ Ես էլ լավ եմ։ Գնանք։ Լավ է եկար Դավիթ ջան։ Ես էլ արդեն պատրաստվում էի տուն գնալ։ Սուրճ կխմես։ Չէ, շնորհակալ եմ։ Մաման ո՞նց է։ Լավ։ Բայց էլի հրաժարվեց բակ դուրս գալ։ Հիմա սենյակում է։ Նարենե, դու պիտի որ զգացած լինես։ Մամայի մոտ փոփոխություն չկա։ Հիմնականում դու ես հետ եղել, ես ամիսներով չեմ տեսել։ Անցած անգամ որ եկա ընդհանրապես չէր խոսում։ Մեկ-մեկ չէր էլ հիշում։ Հիմա ավելի լավ է։ Բայց մեկը զգում եմ, որ ինչ-որ վախեր ունի։ Հենց ասում եմ տանից դուրս գանք խառնվում է իրար։ Քո հետ ոչ մի բան չի խոսում, ոչ մի բան չի ասում։ Դավիթ ջան, դե մեկ լավ է լինում, մեկ վատանում է։ Իսկ կարող է դեղերը փոխենք կամ հիվանդանոց տանենք։ Դու գիտես, քո կարծիքը ես հաշվի եմ առնում ու կլսեմ քեզ։ Պապա հետ էլ կխոսամ, եթե ինքն էլ համաձայնվի, ավելի լավ է տեղափոխենք, թող վերջնական բուժում ստանա։ Չէ։ Պետք չի։ Գիտես։ Ո՞նց եք, այս տանն ես տղես։ Հա, պապ ջան։ Ինչ-որ բան էիր ուզում ասել։ Ասում է ինչ լավ է, որ երկուսդ էլ էստեղ եք։ Ես արդեն գնամ։ Չէ, դու ինչ-որ կարևոր բան էիր ուզում ասել։ Դավիթ ջան, ընդամենը ուզում էի դուրս գալ։ Միայն պայուսակս։ Ինչ-որ բան է եղել։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Ինչ ա եղել։ Բան չէ, գործերով էի։ Տեսար Սոֆային։ Ինչ գործերով էիր։ Հող էիր փորում։ Կարող ես սկսել ես գյուղատնտեսությամբ զբաղվել։ Այսինքն ստացվում է, որ ես Սոֆային խաբում եմ, ասում եմ, որ Մարկը ինչքան էլ սխալ է, բայց Բելեն շատ է սիրում ու իր համար պատրաստ է փոխվի։ Բայց ով է ասել, որ դու խաբում ես։ Ըստ քեզ ես ինչի եմ եկել ասել այստեղ։ Դու եկել ես ոնց որ խնդիրներդ էլ հետդ են եկել։ Կռիվ ես արել։ Հիմա ովքեր են։ Փող ես պարտք, թե քեզ են պարտք։ Ես ինչքան հարց ես տալիս։ Ես քեզ 1000 անգամ օգնել եմ ու 1000 անգամ էլ պատրաստ եմ օգնեմ, բայց մի խաբի ինձ։ Դու ինձ վստահի։
շատ հարցեր մի դուր։ Ամեն ինչ կասեմ։ Հետո կասեմ, հետո ամեն ինչ մանրամասն կասեմ։ Այս ամեն ինչը Բելայի հետ է կապված։ Ես քեզ ասել եմ, որ Բելային փնտրում են։ Ու Ասում եմ հարցեր մի դուր, երբ որ ինֆորմացիաս 100%-անոց լինի, քեզ ամեն ինչ կասեմ։ Ու իմացի Բելան ինչքան էլ հետս չշփվի, ես ամեն ինչ անելու եմ, որ իրան նեղացնող չլինի։ ասա այն ինչը որ գիտես, պետք չի որ 100%-անոց լինի։ Ասա հասկանամ։ Ինչ քեզ թվում է դու անհանգստանում ես, ես չեմ անհանգստանում։ Ինչ որ բան ես ուզում ասես։ Չէ, Գորը լավ է։ նորմալ։ Ոչ եք կրվել։ Չէ, Ասա ինչ ես ուզում ասես։ սպանելու ես ինձ, բայց ավելի լավ է դու սպանես, քան ես ամբողջ գիշեր չքնեմ ու անհանգստությունից մեռնեմ։ Տենց մի նայի, որ կարողանամ ասել։ Արագացրու Սոֆա։ Ես ու Գորը խոսում էինք, ու Գորը ասեց, որ շատ լավ կլինի, որ դու ու Մարկը հաշտվեք։ Ու այնքան մեծ հույսով էր Ոնց թեմային որ- անցի։ Չգիտեմ ինչի ասեցի, որ դու ուրիշին ես սիրում ու ընկեր ունես։ Ոչինչ։ Ճիշտ է, ես հետո ասեցի, որ խաբել եմ, բայց էլ չհավատաց։ Սուտ ասեցի հավատաց, ճիշտ է ասեցի չհավատաց։ Ով է սենց բան տեսել։ Լավ ես արել։ Եթե դա կօգնի, որ ինձանից հեռու մնա, ուրեմն լավ ես արել։ Ու մեզ փնտրել են։ Գորն է ասում։ Քեզ թվում էր ուղակի եկան օֆիսը ջարդեցին ու վերջ։ Մեզ փնտրել են, հասկանում ես։ Եթե մեզ փնտրել են, այդ նշանակում է, որ այստեղ էլ կհասնեն, այդ իրանց համար ինչ է։ Խնդրում եմ քեզ, Բելլա, արի գնանք Երևան։ Երևանում մեզ չեն գտնելու։ Բա ինչ անենք։ Ոչ մի բան ժամանակա պետք։ Կմոռանամ հանգստացի։ Չեն մոռանա, իհարկե չեն մոռանա։ Դու ունես այն, ինչ որ իրանց պետք է։ Ոնց պետք է մոռանան։ Խնդրում եմ քեզ։ Արի իրանց տանք այն, ինչ ուզում են։ Խնդրում եմ։ Էլի եմ ասում, մանրամասներ չգիտեմ։ Բելան հոդված է գրել այդ ապահովագրությունից ու պետությունից ամենական գողացած փողերի մասին։ Ու խոսքը շատ մեծ փողերի մասին է։ Հա, այդ գիտեմ։ Մանրամասն քննել է ամեն ինչ։ Այդ մարդկանց անազգանունով, ներկայով ու անցյալով ու ամեն ինչ ներկայացրել է այդ հոդվածի մեջ։ Այդ մարդիկ զանգել են Բելային, սկզբում խնդրել են, հետո սպառնացել են, որ ջնջի կամ հերքում գրի։ Իսկ Բելան ոչ մի կերպ չի համաձայնվել։ Ու դրանից հետո արել է ամենամեծ սխալը։ Այդ մարդկանց ասել է, որ այս ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է ու եթե հանկարծ իր դեմ ինչ-որ մի բան լինի, ինքը այդ ձայնագրությունները հանելու է ջրի երես։ Այսինքն հիմա դրանք այդ ձայնագրություններն են փնտրում։ Քիչ բան է։ Իրանց գնալուց հետո գնացել մտել են Գլենդելի օֆիսից նոթբուքն են տարել, մեջը ոչ մի բան չի եղել, ուրեմն մոտնա։ Այդ մարդիկ շատ մեծ խնդիրների առաջ են, դատերի մեջ են։ Ու իրանք ամեն ինչ անելու են, որ հանկարծ իրանց դեմ նոր բան դուրս չգա։ Պետքա ուրեմն պարզ ասել, որ գիտենք։ Չեմ հասկանում, իմաստը որն էր, որ չէիր ասում։ Ես է Սոֆայի հետ խոսում եմ, ինչ որ ենթադրություններ եմ անում, ինքն էլ ինձ ասում է, չէ, տենց բան չկա։ Արի գնանք իրար հետ նստենք, բացատրենք, համոզենք, որ տան։ Աղջիկ են, վախենում են, բա մենք ինչի համար ենք։ Չէ, դու չես հասկանում, Սոֆան ուրիշ է։ Սոֆան մի ամիտ է։
Բելան հերիք չէ, ձայնագրությունները չի տա։ Մի հատ էլ նենց խորը կպահի այդ ամեն ինչը, որ ինքն էլ չի գտնի։ Այս բանին պետք չի ասել, որ գիտեք։ Ես կփորձեմ գտնեմ։ Եթե հանկարծ չստացվի, այդ ժամանակ կնստենք, խոսանք, կհասկանանք մեր հաջորդ քայլը որն է։ Okay։ Այսինքն ինչ, գնալու ես իրանց տուն փնտրես։ Չէ, սպասել եմ, որ իմ փոխարեն ուրիշը գա գտնի ու հետո ոչ սոֆային գտնենք, ոչ էլ Բելային։ Ասում եմ վստահի ինձ։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Դու հաստատ իմ չափ Բելային չես ճանաչում։ Դու ուղղակի սոֆայի հետ կապի մեջ եղի։ Գորնես չլինի սոֆային ամեն ինչ պատմես ու ընկնենք ավելի մեծ պատմությունների մեջ։ Okay։ Ոնց ես։ Լավ եմ, պապ ջան։ Զբաղվում ես ընտրություններով։ Ժամանակը քիչ է։ Պետք է հարցազրույցներ տաս, հանդիպումներ կազմակերպես։ Կանեմ։ Կհասցնեմ։ Ես մարդ ունեմ, ով կարող ամեն ինչ կազմակերպել։ Ես իհարկե շնորհակալ եմ, բայց ուզում եմ ինքս անել։ Խնդրում եմ, որ ոչ մի բան չանես։ Չեմ անի, միջև որ ինքդ չասես։ Կփորձեմ։ Կամ կստացվի, կամ ոչ։ Ի վերջո կյանքը դրանով չի ավարտվում։ Ես դեմ եմ այդ տարբերակին։ Եթե Բայլանը որևէ բան անում, պիտի միջև վերջ գնա։ Մեզ միայն հաղթանակ է պետք։ Իմացա, որ եկել ես, ասեցի գամ բարևեմ։ Բարի օր։ Քամի էր ուղակի, ես էլ ոչ մի բանի ձեռք չեմ տալիս, որ սխալ տպավորություն չթողնեմ։ Ոնց ես։ Լավ, ոնց որ երեկ այնպես էլ այսօր։ Եկել եմ աշխատանքի։ Գիտես մարդիկ երբ են հարձակվում ու միանգամից բոլոր հարցերի պատասխանները տալիս։ Երբ վախենում են։ Ու թաքցնելու բան ունեն։ Մեկ-մեկ էլ ժպտում են, որ ժամանակ շահեն։ Բելա, ես վախենալու չեմ, ոչ էլ քո թշնամին եմ։ Հա, ես քեզ հարցեր եմ տվել, որոնք քեզ դուր չեն եկել։ Բայց այդ ամեն ինչը նրա համար է, որովհետև անհանգստանում եմ իմ ընտանիքի համար։ Երեք ասել եմ ու չեմ նեղվում, նորից եմ ասում։ Եթե օգնությանս կարիք ունենաս, ես պատրաստ եմ քեզ օգնել։ Բոլորինս օգնություն առաջարկում։ Նախ մասնագիտությունս այնպես է, որ օգնում եմ մարդկանց։ Ու հետո նկատում եմ, որ ինչ-որ բան կա, որ քեզ շատ անհանգստացնում է։ Ու ուզում եմ օգնել։ Եթե կզգաս, որ կարող եմ քեզ օգնել ու ուզում ես դիմել, ես կլսեմ քեզ։ Շնորհակալ եմ։ Արնեն եկավ։ Եթե դիմավորի կանաչս մոտ ուղեկցեի։ Երկար տարիներ է խնամում Ալիսին։ Ուժերից էլ վեր ամեն բան անում եմ, բայց այս ընդեպքն է, որ բժշկությունն էլ է անզոր։
Իսկ ինչից հետո այս ամեն ինչ եղավ։ Միակ բանը, որ կարող եմ անել Ալիսի համար, ջերմ ընտանեկան մթնոլորտ ստեղծելն է։ Չնայած միշտ էլ նման մթնոլորտում ենք ապրել։ Պարոն Բալյան, ներողություն եմ խնդրում իհարկե հարցիս համար, բայց եթե Նարինեն կա, ես ինչի համար եմ գալու։ Հիմա արդեն դուք եք խնամելու։ Խնդրեմ, կարող եք գնալ նորից ծանոթանալ Ալիսի հետ։ Իր վստահությունը շահել։ Արեք ամեն ինչ դրա համար, քանի որ այդ առաջին պայմանն է։ Ես դες հասկացա։ Վահանն ասաց այսօրվանից 2 հապ պիտի խմես։ Իրենք ասեն, որ խմել ես, լավ։ Թող թողնեն հանգիստ քնես, ու կասեն, որ քեզ չանհանգստացնեն։ Շնորհակալ եմ։ Տիկին Ալիս, չգիտեմ ինչի համար եք ես ամեն ինչ անում, բայց հաջորդ անգամ ավելի ուշադիր եղեք։ Ինչ որ տեսար մոռացիր։ Չգիտեմ ինչ կորոշես, բայց ես տանը միմիմ։ Դավիթ ջան։ Շնորհակալ եմ։ Ձեզ թեյ պիտի բերեմ։ Տարօրինակ աղջիկա։ Չգիտեմ ինչու զգում եմ, որ չպիտի գա մեր տուն։ Իսկ դու տան չես զգում։ Չէ, մամ։ Ինձ թվում է ավելի շատ հետաքրքիր աղջիկ է։ Ու համել հոգատար է։ Իմացել է, որ լավ չզգում, եկել է որ օգնի։ Լավն է, հանգիստ եղի։ Տարօրինակ է։ Առաջին անգամ եմ լսում, որ աղջկա մասին այսքան ջերմ արտահայտվես։ Ջերմեր։ Մամ։
Մենք իրար չենք խափում, չէ՞։ Չէ, ինչ ես հարցնում։ Որ մի հարց տամ անկեղծ կպատասխանես։ Հա։ Պապան։ Պապան քեզ նեղացնում է։ Ես հիշում եմ, որ ինչ-որ պահի քո ու պապայի հարաբերությունները այդքան էլ լավ չէին։ Շատ լավ եմ հիշում։ Ու հետո պապան հանկարծակի փոխվեց։ Չէ, Դավիթ։ Այդ ժամանակ ուղղակի պապան զգում էր, որ չես ուզում հետը շփվես։ Իսկ այդ իր համար շատ ծանր էր։ Դու գիտես ինքը քեզ պաշտում է։ Աշխարհը մի կողմ, դու մի կողմ։ Ես էլ պապային եմ շատ սիրում։ Շատ եմ սիրում։ Ու ինքը իմ ապարտությունն է։ Բայց եթե ես հանկարծ իմանամ, որ ինքը քեզ նեղացրել է, ամեն ինչ կփոխվի։ Դավիթ, քո պապան աշխարհի ամենահոգատար մարդն է։ Հանգիստ եղի։ Ինչ եղավ։ Պիտի դուրս գամ, գործեր ունեմ։ Ուշ կգաս։ Երևի չեմ գա։ Դու քեզ լավ նայի։ Գնացի։ Ալիսի դեղերն են։ Նարինին զգուշացրել են, որ արդեն դուք եք խնամելու Ալիսին։ Ինքը շուտով էլ չի գալու։ Կարծում եմ լավ կլինի այսօր մնաք մեր տանը։ Կարող եք մի քանի օր էլ մնալ։ Հնարություն կունենաք մտերմանալու հետ, հա։ Խնդիր չեմ տեսնում։ Միայն պիտի զգուշացնեմ։ Իհարկե։ Door open. Բել, Ինչ կասով։ ոչ մի բան մտածում եմ, ինչ պատվիր եմ ուտելու միջև գաս։ Դու դուրս ես եկել արդեն։ Չէ, ես այսօր տուն չեմ գալու։ Բա որտեղ ես մնալու։ Անիմաստ հարց ես տալիս։ Մարկի հետ ես հաշտվել։ Իհարկե չէ։ Բա ինչ։ Որոշել ես էքստրիմի համար դրսում քնես։ Պատկերացրու իմը բարձր ծիծաղում եմ։ Բա ինչա Բելա, չգիտեմ։ Բալյանների տանն եմ մնալու։ Ոնց։ Ինչի համար։ Բելա ճիշտն ասա, ամեն ինչ նորմալ է։ Կարողա բան են իմացել։ Կարողա չեն թողնում տնից դուրս գաս։ Իսկ կարողա փոլիս զանգեմ։ Բելա, խնդրում եմ, խոսա մի բան ասա։ Ալո։ Սոֆա, որ հերթ տաս խոսամ, կբացատրեմ։ Ամեն ինչ նորմալ է։ Հիմա անջատում եմ։ Ուղղակի այսօր անպայման պիտի Ալիսի հետ խոսամ։ Այդ խոսակցությունից է կախված իմ հետագա քայլերը։ Կգամ, ամեն ինչ կպատմեմ։ Վերջ։ Զգուշացրիր։ Դե լավ է։ Շատ լավ է։ Front door open. Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոհանոցի կահույքի համարում եք կարող եմ խոսել։ Կընտրեմ ամեցեք։
Տիկին Ալիս, ես այսօր էստեղ եմ մնալու։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաք, ասեք։ Հիմա հեռախոսիս համարն էլ կթողնեմ, եթե սենյակում չլինեմ։ Հաջորդը 2 ժամից է։ Կբերեմ դա էլ կխմեք։ Ես այստեղ եմ։ Ցանկացած բան, ինչ ձեզ պետք լինի, ասեք։ Բել, այն կինը անընդհատ գրում է։ Մեր ուժանի քույրը, ես էլ նամակները չեմ բացում։ Բացի պատասխանի, ասա, որ ես վաղը իրան կզանգեմ։ Մնում է Բալյանը իմ ու քո խոսակցությունը լսած չլինի։ Այսինքն կարող է լսած լինի։ Չգիտեմ, ամեն դեպքում պետք է արագացնենք, ժամանակ չունենք։ Մեկ էլ գոռ ինչ ասես, որ տանը չեմ գիշերելու, չեմ ուզում Մարկը միամիտ ստեղ հայտնվի։ Ուզում ես Դավիթը մտածի, որ ոչ մի խանգարող հանգամանք չկա։ Չէ, Սոֆա ջան, ուզում եմ գոռը շուտ հասկանա, որ քեզանից պետք է հեռու մնալ։ Սուրճ կխմեք։ Չէ, ինձ ջուր կտաս։ Ոնց եք։ Ոնց որ ամեն օր։ Տիկին Ալիս։ Կարող եմ ձեզ մի հարց տալ։ Հա, իհարկե։ Հանգիստ խոսիր։ Այս տանը տեսախցիկներ չկան։ Վահանը երբեք թույլ չի տվել, որ այս տանը կատարվածը որևէ տեղ ֆիքսվի։ Բայց ես քեզ ոչ մի բան չեմ պատմի։ Շատ բաների համար արդեն ուշ է, իսկ այն ինչ որ կա այնքան թանկ է, որ ես իմ մի խոսքով չեմ կարող վնասել։ Բելա, դու շատ սխալ բան ես անում, արդեն ասել եմ։ Քանի ուշ չի գնամ, քեզ համար եմ ասում։ Տիկին Ալիս, ընդամենը 2 հարց։ Ասացի ոչ։ Ես քեզ ոչինչ չեմ ասելու։ Ու եթե մտածում ես ես Վահանից եմ վախենում, որ դու ինչ-որ բան կասես իրան, սխալվում ես։ Ես որևէ մեկից չեմ վախենում։ Բելա, Դու ես։ մի անգամ էլ ներկայանում։ Ոնց հասկանում եմ, անցած անգամները լավ չեն ստացվել։ Դավիթ, այս տանն եմ ապրում ու հա, մեկ-մեկ նենց է ստացվում, տունել եմ գալիս։ Ինձ թվում է ոչ մի տարօրինակ բան չկա։ Մայրս ոնց է։ Լավ, այսօր բավականին լավ է։ Զրուցում էինք։ Այդ շատ լավ նշան է։ Եթե մայրս իրան լավ զգա, նշանակում է ես քո հարցում սխալվել էի։ Աստորեն մինչև հիմա կասկածներում ես։ Բարի գիշեր, Բելա։ Տիկին Ալիս։ Այստեղ եմ, Բելա։ Տիկին Ալիս, ինչ ա եղել։ Լավ չեք զգում ձեզ։ Չգիտեմ, գլուխս պտտվեց։ Ինչ որ բան եք ուզում վերցնել։ Հա, շալիս էի ուզում, մրսում եմ, մի հատ կտաս։ Խնդրում եմ ուսերիս կգցես։ Շնորհակալ եմ։
Ես տանն եմ, եթե ինչ-որ բան պետք լինի, ասեք ինձ։ Սոֆայի մա ուշադիր ինձ ես լսում ու հարցեր չես տալիս։ Այն նամակների հետ նկարներ կան։ Գնում ես այդ նկարներից մեկը նկարում ես ուղարկում ես ինձ։ Հատկապես պետքա, որ պարզ Արամը երևա։ Հիմա հարցեր չտաս, հետո կպատմեմ։ Ինչ-որ բան է եղել։ Չէ։ Իսկ անքնություն ունենում ես։ Գիտես, Դավիթ, ես ժամանակին շատ էի սիրում կինոներ նայել, հատկապես դետեկտիվներ։ Ցավոք սրտի հիմա ժամանակս չի հերիքում, բայց այդ իրավունքը տվել է։ Իսկ այդ քո քննելու հետ ինչ կապ ունի։ Այդ կապ ունի նրա հետ, որ խաչաձև հարցեր տալով, ուրիշ բանի մասին խոսելով քո հարցի պատասխանը ստանալու մեթոդը շատ լավ հիշում եմ։ Ուզում ես հասկանաս, ինչ սարսափների մեջ եմ ապրում, որ չեմ քնում։ Ուղղակի քունս չի տանում։ Լավ։ Համարենք, որ չափազանցնում եմ։ Կամ ուղղակի քունս է տանում ու չեմ հասկանում, ինչ եմ խոսում։ Այդ նշանակում է Բելա ջան գնա քնի, որ ես էլ քնեմ, որովհետև քունս չի տանում, երբ որ տան տարածքում օտար մարդ է լինում։ Այդ նշանակում է, որ կինոները շատ ուշադիր ես նայել։ Ես քեզ երբեք չեմ ներելու։ Դու ամեն ինչ արեցիր, որ ուրիշների աչքում ես խելագար դառնամ։ Բայց ես ամեն ինչ հիշում եմ։ Ամբողջ կյանքում ձևացրի, որ խելագար եմ, ամեն ինչ մոռացել եմ, ոչինչ չեմ հիշում։ Դու ինձ ապրել ուրիշ տարբերակ չառաջարկեցիր։ Իմ գոյատևելու միակ տարբերակը խելագար ձևանալն էր։ Բայց ես հոգնել եմ բան, հոգնել եմ իմ կյանքից։ Հետո ոնց հասկանեմ ինչ որ բան ես ասելու։ Խոսեր։ Արտահայտվիր հանգիստ, մենակ ենք։ Ուրիշ մարդ չկա։ Ես կխոսեմ։ Բայց այդ ժամանակ երկուսով չենք լինելու։ Եթե Դավիթը որոշել է մնալ, ուրեմն ես էլ որոշելու եմ ոնց եմ ապրելու։ Ու այլևս թույլ չեմ տա որևէ մեկին ինձ վերաբերվի որպես հիվանդի։ Դեմ չեմ։ Դու կլինես առողջ ու հետևաբար պատասխանատու քո ամեն արածի ու ասածի համար։ Ես այդ պատասխանատվությունը պատրաստ էի կրել տարիներ առաջ։ Դու ես ինձ կանգնեցել։ Դու ես ինձ լռեցել։ Ես էլ չեմ ուզում խաբել ոչ ինձ, ոչ Դավիթին, ոչ որևէ մեկին։ Ավելին ասեմ, ես Դավիթին խնդրելու եմ, որպեսզի պարզենք, թե ինչ է կատարվել այդ երեկո այդ բնակարանում։ Իրականում ինչ է կատարվել այդ երեկո այդ բնակարանում։ Ես ուզում եմ ճշմարտությունը իմանալ, Վահան, որքան էլ տառը լինի այդ ճշմարտությունը, ուզում եմ իմանալ։
ձեզ։ Կներեք, որ ուժ ժամի եմ զանգում։ Հարմար է խոսենք։ Ուշ չի, ես դեռ աշխատավայրում եմ։ Սպասում եի ձեր զանգին։ Զանգել եմ, գրել եմ։ Կներեք, հարմար չէր։ Ես մեր ուժի հետ եմ խոսել։ Ու Այսքան ժամանակ մեր ուժը ոչ մի բան չի ասել։ Ուղղակի լռել է։ Մտածել է, որ ոչ մի բան հնարավոր չի փոխել։ Չի ուզել, որ սկսենք փորփրել։ Հատկապես մորս մահից հետո ոչ մի բան չի ուզում։ Ձեր մասին իրան բան չեմ ասել։ Գիտեմ, որ դեմ կլինի։ Ուղղակի հարցեր եմ տվել։ իսկ ինչ որ բան ասել, հա։ Ես էլ մեր ուժին չեմ հասկանում։ Սկսեցի հարցեր տալ, խառնվեց իրար, չէր ուզում խոսել։ Բայց մի բան հստակ ասեց։ Այդ տանը Վահանն ու Հրաչը չեն եղել, հետո են եկել։ Այդ պահին Արամն ու Ալիսն են եղել։ Արամը չկա։ Մնում է Ալիսը։